Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Just a clarification regarding the prisoners and the related topic. They were actually deprived of the right to read the Bible or to have the Bible. From the point of view of international law, what is your assessment of this? Yes, of course, they're being kept illegally. Everyone knows they're kept as hostages, but illegally detained and even deprived of the right to read the Bible, the right to be a Christian. I've never been Yes, in favor of եղել the Christianity of this also. այս պատանների քրիստոնյա լինելը որպես հարց առաջ քաշելուն ես չեմ կարծում թե լսել եմ նման որակավորում կամ նման որակում հենց իրենց բանտարկյալների կողմից ուստի ես այդ ուղղությամբ չէի գնա այդ ուղղությամբ չեմ գնա քանի որ չեմ կարծում թե դա իրականությունը իրենք բանտարկյալ են ոչ իրենց կրոնական համոզմունքի պատճառով իրենք այնտեղ են քանի որ իրենք Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության քաղաքացիներ էին այդքանը քրիստոնյա լինելու խնդիր այստեղ չկա այս գործի շրջանակում այս ոլորտում նաև արևմտյան կառավարությունները կարող են օգտակար լինել կարող են ավելի շատ ավելի եռանդուն պահանջել այս բանտարկյալների ազատ արձակումը ցավոք այս դեպքում էլ կարծում աշխարհ քաղաքականությունն է խոչընդոտում քանի որ հաշվի առնելով ռուսական նավթի եւ գազի գնելու դատարացման ուղղված ջանքեր Ադրբեջանը դարձել է կարևոր նոր աղբյուր հատկապես Եվրոպական միության համար եւ ուստի Եվրոպական միությունը հետաքրքրված է Ադրբեջանին հանդեպ ներողամիտ գտնվելու եւ առնվազն պիտի պահանջեր ազատ արձակել են մարդկանց ովքեր ոչինչ չեն արել բացառությամբ Արցախում ծառայություն մատուցելը այլ հարցեր Խոսափողով խնդրում եմ You spoke about the government engaging in some illegal activity in certain cases against the church, against opponents, forcible arrests or arrests with the use of force, house arrests. Do you plan to meet with the government? Have you tried to contact the government? You did say that you're not taking sides, you said. You said you're not taking sides, defending any one side or being more active or less active with either side. Do you plan anything with the government in the future? Իհարկե մենք փորձել ենք հանդիպել իշխանության հետ, իշխող կուսակցության հետ, քանի որ մենք շատ այլ քաղաքական կուսակցությունների հանդիպել ենք, կառավարությունը հրաժարվել է մեզ հանդիպել, որովհետև մեկ նախարարություն մեզ չհանդիպեց, վարչապետի աշխատակազմը մեզ չհանդիպեց, իշխող կուսակցությունը մեզ չհանդիպեց։ Մեր հարցը հետևյալն է. ինչից են վախենում իրենք։ Ինչ հարցեր կան, որոնց իրենք չէին ուզենա պատասխանել։ Եթե իրենց գործողությունն այդքան ինքնապաշտպանական, այդքան հնարավոր է հիմնավորել, ապա ինչու մեզ չեն հանդիպում եւ չեն հիմնավորում այդ դիրքորոշումը, դա վատ նշան է, դա նշան է նրա, որ կառավարությունը գիտակցում է, թե ինչքան անհնար է իր գործողությունները հիմնավորել եւ վախենում է այդ գործողությունների մասին բաց հարցերի պատասխանելուց։ Եթե այդպես է, ապա հույս ունեմ, որ կառավարությունը մեր այցի հնարավորությունը կօգտագործի, որ վերանայի իր գործելակերպը եւ նոր ճանապարհ ընտրի, ավելի ժողովրդավարական ուղիով ընթանա, երբ մոտենա խորհրդարանական ընտրությունների օրը։ Եթե կարելի է ավելի կոնկրետ խոսեմ, մենք իհարկե այս առաջին առաքելության շրջանակում որևէ մտադրություն չունենք հանդիպելու վարչապետի հետ, բայց հաջորդ առաքելության համար այդպիսի հանդիպման տարբերակ կնախատեսենք, երբ վերջնական զեկույցը եւ առաջարկությունները պատրաստ լինեն, բայց վերադառնալով այն կառույցներին, որոնց մենք դիմել ենք, մենք կապ ենք հաստատել պաշտոնապես, նամակով եւ նաեւ զանգահարել ենք ամեն օր իրենց, որպեսզի ստանանք պատասխան։ Որոշ կառույցներ պատասխանել են գրավոր
այդպես է օրինակ ներքին գործերի նախարարի դեպքում եւ Սահմանադրական դատարանի պարագայում ruling party Իշխող կուսակցությունը պատասխանեց մյուս կուսակցությունները մյուս նախարարությունները ոչ մենք ամեն օր զանգել ենք իշխող կուսակցությանը որ հանդիպում նշանակվի բայց պատասխան չենք ստացել